Կրթական ինչ-որ համակարգ են բերել մտցրել նախագիծ, որի հետևում արդեն նշում են, թե ինչքան փող է կանգնած եւ հասկանալիորեն այստեղ ինչ-որ կամակատարներ ներողություն արտահայտության թուլափայել պիտի ստանան եւ այդտեղ գիտեք ինչն է հայոց պատմություն առարկան չկա այդ կրթակարգում։ Հասկանալի է թե սա ինչի է արվում եւ արվում է ինչ-ինչ խամաչիկների ձեռքով, այսինքն փորձ է արվում, որ մտցվի, անշուշտ մենք մինչև վերջ դրա դեմ կպայքարենք եւ դա հաստատ չպիտի անցնի։ Գոնե այն տեսքով ինչ որ ներկայացված է։ Այլ հարց, եթե որոշակի փոփոխություններ կլինի եւ դա չի վնասի մեր ազգային նկարագրին, կանցնի, փառք Այդտեղ չի ֆինանսավորվի։ Խնդիր չի, իրենց ֆինանսը կներեք իրենց գլխին թողնի։ Ինչի մասին է խոսքը, մենք իրենց ֆինանսին չենք մնացել։ Բայց շատ արագ ասեմ, սա նայր քրիստոնեության պարագայը։ Այսօրվա այս գլոբալիստների կամ ամեն ինչ ուզում ես դիր, այդ համաշխարհային կառավարություն ստեղծել ձգտողների եւ կարծես թե ճանապարհին են արդեն երկու գլխավոր թշնամիները ազգայնականությունն է եւ Քրիստոսն է։ Այս երկուսից են դրանք սարսափում։ Եվ հիմա այդ արշավն է տարվում նաեւ մեր երկրում, այստեղ Հայաստանում եւ Սփյուռքում։ Ազգայնականների, այսպես կոչված ազգայնականների ձեռքով հարվածել Քրիստոսին եւ հակառակը քրիստոնյաների այսպես կոչված ձեռքով հարվածել ազգայնականությանը։ Մի բան, որը դարձյալ ցույց է տալիս մեր գիտությունը այս հարցում։ Որովհետեւ Քրիստոսի պարագան շատ ենք խոսել այս մասին եւ այլն, ես չեմ ուզում կրկնվել, բայց հայը քրիստոնյայի ի սկզբանե իր ամբողջ էությամբ եւ Քրիստոսը բացարձակ հայկական երևույթ է։ Եվ հայը քրիստոնյա էր մինչև Քրիստոսի ծնունդը, Քրիստոսի աշխարհ գալը։ Սա միանշանակ եւ կապ չունի սա, այդ աբսուրդը, որ փորձում են անպայման ներարկել, սա գալիս է դարձյալ այդ գլոբալիստների այդ խաղից, մեկին հանել մյուսի դեմ։ Մինչդեռ հայը քրիստոնյա է եւ քրիստոնյա լինելու համար պետք է նա հայ լինել, սա էլ է զարմանալի։ Ինչու եմ ասում սա։ Կայսրություն բերեց Անգլիային մյուսին, քրիստոնեությունը չբերեց։ Եվ գործածեցին քրիստոնեությունը։ Իսկ հայը երբեք իր հայկական լեռնաշխարհն իր հայրենիքը երբեք չփորձեց կայսրություն դառնալ այդ իմաստով, այսինքն ուրիշ երկրներ բերել կցել իրեն։ Խնդիրը սրանում է, որ քրիստոնեությունը չէ, որ քանդեց պետությունը, որովհետև քրիստոնեությունը պետություն քանդելու հատկանիշ չունի։ Հիմա ոչ թե ստեղծեց կայսրություն ուրիշ երկրներ իրեն կցելով, այլ լույս տարածելն էր իր առաքելությունը։ Հա, երևի այդ ազգային առաքելություն, այս հասկացությունները շատ այսպես առանձին եւ շատ մեծ քննարկման առարկա է, որ երևի մի քանի առանձին հաղորդում պիտի անեք վարդանանքով դրա համար։ Ուրեմն տեսեք, անշուշտ այստեղ պետք է մտածենք, լավ, որտեղից